Բարի երեկո հարգելի հայրենագիցներ, հերթական անգամ եթերում եմ և ներկայացնում եմ հերթական ծանր խնդիրը Գյումրիի համար զարուրելի և զարմանալի, ինչի Գյումրիի համար, որովհետև լինելով ավանդապահ քաղաք, Գյումրիում նման դեպք արձանագրելը դա մեզ գյումրեցիներիս համար զարմանալի, զարուրելի, սառմռկեցուցիչ է, հարցը վերաբերում է մանկահասակ աղջկա բռնաբարությանը և հոր բացահայտմանը։ Ելնելով հոր խնդրանքից մենք փակում ենք նրա դեմքը և փոքր-ինչ փոխում ենք նրա ձայնը, որպեսզի իրավունքների խախտումներ տեղի չունենան, անվտանգության հարցեր գոյություն ունեն, որովհետև հայրը, որը իրականացրել է այս հանցագործության բացահայտումը, գտնվում է նաև արտերկրում, թեև որոշակի ճնշումներ ունեցած տվյալով հոր նկատմամբ կազմակերպված են եղել, սակայն հիմա պահը չէ, մենք դրան չենք անդրադառնա, երբ պահը եկավ, մանրամասն դրան էլ կանդրադառնանք։ Եվ այսպես 2024 թվականին մանկահասակ անչափահաս երեխայի հայրը դիմեց ինձ իր աղջկա նկատմամբ բռնաբարության փաստով, կատարած բռնաբարության փաստով, ընդ որում բացահայտումը իրականացրել էր հենց ինքը հայրը։ Ու ապշեցնող է, որ Շիրակի մարզի պանձալի իրավապահները պարոն Չիչոյան դատախազով, դրա տեղակալով, դրա տեղակալներով, ինչ-որ քննիչիկներով, ինչ-որ մենտերով, ինչպես ժողովուրդն է ասում, թողներվի ասելու մուսռներով, կոծկել են փաստորեն այս հանցագործությունը։ Ինչ է նշանակում, որ ոստիկանության մուժ բաժնի, անչափահասների գծով տեսուչ գոյություն ունի, բաժին գոյություն ունի, բաժնի պետ գոյություն ունի, այս հարցը չեն տեսել, այս հանցագործությունը չեն տեսել, և հայրը, որը գտնվում է Ռուսաստանում, ինքն է դա բացահայտում, գալիս Գյումրի հասնում, իմանում իր երեխայի հետ տեղի ունեցածը, հաղորդում տալիս պարոն Չիչոյանին, այդ իրավաբանական չկայացած զավխոզին Շիրակի մարզն էր բեռնված, և նոր հարուցվում է քրեական վարույթ, ընդ որում իմ ունեցած տվյալով և իմ ձեռքի տակ ունեցած փաստաթղթերով երկու վարույթ է հարուցվել այս փաստով։ Փաստացի, եթե հայրը չհայտնաբերեր այս հանցագործությունը, երեխան կշարունակեր մնալ այդ կարգավիճակում, սեքսուալ տրաֆիքինգի ենթարկված, սեքսուալ բռնության ենթարկված, հանցագործությունն էլ այսպես կոծկած։ Դուք հիշում եք նաև հարգելի քաղաքացիներ, որ հենց անցյալ տարի էր էրի Ռուսաստանից եղբայրը եկավ, քրոջը հայտնաբերեց տանը մահացած, ընդ որում մի քանի ամիս առաջ էլ մահացած սպանված է եղել տան մեջ, ուրեմն քույրը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Շիրակի մարզում չկա, գոյություն չունի իրավապահ համակարգ, գործում են միայն շատ իրենց հետաքրքրող փաստերով, ընդ որում գործ կարելու վարպետներ են, բայց այն ինչ տեղի ունենում մարզում, մասնավորապես անչափահաս երեխայի բռնաբարության փաստով, ուրեմն դրանով զբաղվող չկա։ Սա ոնց հասկանալ և ոնց ընկալել։ Հիմա մենք կապ ենք հաստատել հոր հետ, խոշտանգված, սեքսուալ խոշտանգման ենթարկված երեխայի հոր հետ, կրկնում եմ, իր խնդրանքով ձայնը փոխված է և փակված է դեմքը, բայց խնդիրը բաց է ցավոք մնում։ Հիմա մենք կհարցնենք հորը, թե ինչ ընթացք է ստացել իր անդրադարձից հետո, իր դիմումներից հետո այդ քրեական գործը, կխնդրենք հանգամանալի, բայց նաև հակիրճ ներկայացնել։ Լսում ենք ձեզ։
Բարև դեսպին Աղեգյան, նախ առաջինը շատ շնորհակալություն եթե տրամադրելու համար, անշրախտիր միշտ իմ կողքս կայնած լինելով, այս 6 ամսվա ընթացքում շատ շնորհակալություն ձեզնից եւ ձեր հետևողներից, Տիգին Աղեգյան ջան, շատ շնորհակալություն ձեզնից։ Ուրեմն հարցի ինչու՞մ է Տիգին Աղեգյան ջան։ 6 ամիս է արդեն, ես ետեր եմ էլի տվեց եզի, 6 ամիս է անցել, 6 ամսվա ընթացքում ամեն ամսվա մեջ դե շաբաթ գույություն չունի, որ ես չեմ դիմել գլխավոր դատախազին, չեմ դիմել քննչական կոմիտեի նախագահին, թե հին, թե նոր, չեմ դիմել ազգային անվտանգության ծառայության պետին, բոլորին դիմելով, որ նման սրպապիղծ հանցագործությունը, որը 12 տարեկանից իմ աղջիկ երեխան հետևել է սեռական բռնության Գյումրի քաղաքում, ես եմ դուք լավ նշեցիք, ես եմ այդ ամեն ինչը բացահայտել, ես եմ իրավապահ մարմիններին հայտնել, ես եմ բոլոր փաստերը, նկարները, վիդեոները, ամեն ինչը տրամադրել եմ ազգային անվտանգությանը, Շիրակի մարզի Գյումրու քաղաքի ազգային անվտանգությանը, քննչական կոմիտեին, Շիրակի մարզի քննչական կոմիտեին 6 ամիս անցել է միջ առ այսօր Աղեգյան ջան չեմ ստացել հստակ պատասխան տված գործի կապված ես կուզեի անդրադառնալ տվյալ քննիչ Ռոբերտ Խաչատրյանին Նախ իր վարկի հետ կապված որպես քննիչ իմ կարծիքս է որ ինքը իրավունք չունի քննչական կոմիտեի աշխատելը նախ իմ դիմումներից լկտի պատասխանելը ոչ քննիչին բայել լկտի պատասխան Ինչ է պատասխանը Ոնց Աղեգյան ջան 6 ամսվա ընթացքում ես դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պետրոսյանին, ազգային անվտանգության պետին Հայաստանի Հանրապետության, որ ես հայրը եկել եմ Ռուսաստանից բացահայտել եմ իմ 12 տարեկան աղջիկա սեռական բռնության մասին, բոլոր փաստերը կա, բոլոր վիդեոները ես ներկայացրել եմ, բոլոր փաստերը ունին տվյալ սրբապղծին ձերբակալելու համար, բոլոր փաստերը, բայց քննիչը իմ օբյեկտիվ կարծիքն է, որ կաշառված է, քննիչը եւ վերահսկող դատախազ չեն վախենա, քննիչ Ռոբերտ Խաչատրյանը եւ վերահսկող դատախազ Ալեքսանյանը կաշառված են եւ Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը կաշառված են ես հստակ տեղեկություններ ունիմ գրել եմ ես տայեմ գլխավոր դատախազին որ ծանոթական հորոխբերական քերական տվիշենիների մեջ են Աղեգյան ջան եւ չեն ուզել տվյալ սրբապիղծ անչափասի նկատմամբ սրբապիղծ գործը բացահայտել Օրինակ ինչից եք ենթադրում, որ իրանք կաշառված են, ինչն է ձեզ համար դա հիմք հանդիսացել նման կարծիք ձևավորելու համար Ինչու՞ չէ հիմնադրվել, ոնց եթե տվյալ անձը, տվյալ երեխան ճանաչվում է տուժող իրանք հաստատ փաստը չեն նշանել մարդու իրավունքների պաշտպանից ունին ես տեղեկանքները Աղեգյան ջան երեխան ճանաչվել է տուժող բայց չեն նշել ում կողմից է ճանաչվել տուժող Երբ որ ես Գյումրիում էի Աղեգյան ջան եթե թույլ կտաք ու բարով ես ներկայացնեմ ես հանդիպում եմ ունեցել մարզի դատախազ Չիչոյանի հետ հենց իր կաբինետում որոնց իր տեղակալի որոնց վերահսկող դատախազն է Ալեքսանյանի ներկայությամբ եւ Չիչոյանի Տվյալ մարզի դատախազ Չիչոյանը առանց ամոթի հենց տեսե ես սկսեմ ու չեմ վախենա հենց իրա դեմնել եմ չէ առանց ամոթի ինձ խոս տվավ գեներալական տղամարդական որպես հայ ինձ խոս տվավ դուք գնացեք Վանիկ ջան ընդամենը ամիսն հետո այս գործը կբացահայտեմ ես որպես գեներալ որպես հայ որպես թորների տեր որպես մարդ կբացահայտեմ դուք կուկան Չիչոյան, ես գալու եմ վաղը միսօր
տվյալ ժամանակով ես գալու եմ Լեննադան, ինչ ես պատասխան տալու ինձի, 0 աշխատանք, Աղիկյան ջան, 0, 6 ամսվա 10 Այսինքն իրենք նաև նշել են ինքը կոնկրետ, որ մեկ ամսից, հա, կոնկրետ, Այո, դու գնաց եք, միք մտածեք, ես ձեզի գեներալական, որպես գեներալ, որպես տղամարդ, որպես ընտանիքի հայր, այդ գործը մեր ճոր չի բացայտվի, դիք արդեն իմ արժանապատվությունս է, իրա կաբինետի մեջ, իրա տեղակալ Ալեքսանյանը, ոնոր վերահսկող դատախազն է, իրա ներբացապ ինքնձի խոսք է տվել, Չիչոյան, ուրան է քու խոսք տվածըտ, ինչու համար ես դեր նստած, ինչու համար Ուրեմն այսպես, քաղաքացուն մենք այսպես ասենք, որ սովորական բան է, երբ պաշտոնյաները սդում են, դա հատկապես իրավապահները, բայց հարցը այն դաշտում է, թե մինչև այսօր դուք իրազեկված եք, այնուամենայնիվ որևէ գործողություն քննչական իրականացվել է, ինչ է ասվել, որ պիտի արվի եւ ինչ չի արվել։ Ումես Աղիկյան ջան, ես խնդրել էի, որ քննիչը եւ վերահսկող դատախազը նաեւ Չիչոյան, դու լավ քիշես, ես գիտեմ, որ հաստատ դուք հետևեք Աղիկյանի էջին, դու ընչի խոսք տվիր, ես ներկայացի անփաստը, գրավոր, բանավոր, որ ենթարկեք դատաբժշկական քննությանը։ Իմ տվյալներով, իմ դուստերը եղել է հղիություն է ունեցել, որը տվյալ սրպապիղծ Արման Սահակյանի եւ իր մոր, իմ նախկին կնոջս, թեթև ձեռքով այդ ամեն ինչը ընդհատվել է, ես պահանջել եմ որպես քաղաքացի, որպես երեխաների հայր, ես պահանջել եմ դատաբժշկական քննություն, քննիչը ծիծաղելի, խնդալու, ծիծաղելի տես բան գոյություն չունի, քննիչը եւ վերահսկող դատախազը բարձաբանեն, որ ձեր դուստերը հրաժարվիկը դատաբժշկական քննությունից։ Ձեր դուստերը եթե հրաժարվիկը դու որպես դատախազ, որպես վերահսկող դատախազ կամ քննիչ, այ ռոբեշտիկ, եթե հրաժարվիկը դու որպես քննիչ, դու ինչը պետք է գործը բացահայտես, եթե ես ծնողն եմ, ես ձեզնից գրավոր, գործի մեջն է կա, Աղիկյան ջան, ձեր մոտ է երևի կա, ես ձեզի ուղարկել եմ, գործի մեջը դաշե կամ դեր ազգային անվտանգությունը առաջուց, ես որ հարցումը տվել եմ, նշել եմ անպայման, որ հեսա, գործի մեջն է կա, անպայման ենթարկել դատաբժշկական քննությանը։ Փաստաթղթի մեջ գրած է, որ անպայման ենթարկել։ Խնդրում եմ այդ հատվածը ընթերցեք։ Հեսա, Աղիկյան ջան, ներոք եմ, պրոսը ստեղկա գրած, դուստր, Գյումրուց թողազան թունիչ պատճառոյ երեխանի մնացել Գոյություն ունի հստակ հանձնարարություն, որ պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Կա այդպիսի Ռոբեշտիկի մոտոր այսօր բան են տվել, այնտեղ վիդեոյի մեջ, վիդեոյով հարցաքննություն են վերցրել, ես նշել եմ, այո, ես ունեմ կասկածներ, որը ինձ հասել է դպրոցից, նաև նշել եմ դպրոցից, որ երեխան գտնվում է այդ վիճակում, եւ երեխան եղել է հղի, եւ հղիությունը ընտասվել է։ Ես խնդրել եմ, դաժե վիդեոյի մեջ հարցազրույցի մեջ կա, որ ես խնդրում եմ եւ պահանջում եմ ենթարկել դատաբժշկական քննությունը։ Տվյալ սրբապատկությունը բացահայտելու մասով։ Այս մասով ամփոփենք ու անցնենք առաջ։ Փաստացի հարգելի հայրենակիցներ, հարգելի ժողովուրդ, հայրը կասկած ունի եւ դա հիմնավոր կասկած է, որ 12-ամյա իր դուստրը ենթարկվելով սեռական բռնության հղիացել է եւ այդ հղիությունը ընդհատվել է։ Ընդ որում, ինչքան հասկանում եմ, այդ վիճակով երեխան նաեւ դպրոց է գնացել կամ այդ ընթացքում չի գնացել։ Դե նաեւ հարցեր են առաջանում, եթե չի գնացել դպրոցի տնօրինությանը, թե իրենք որոշակի հսկողություն սահմանել են այդ երեխայի նկատմամբ թե չէ, ինչի է երեխան նման
այսպես ասենք, կենցաղ վարել, հարցեր են առաջանում նաև ոստիկանության անչափահասների գծով տեսուչների եւ ընդհանրապես այդ բնակության վայրի ոստիկանության տեսուչների առաջ նրանց նկատմամբ է հարցեր առաջանում, նրանց ենք մենք հարցեր տալիս, թե ինչի է երեխան գտնվել փաստացի ձեր հսկողությունից, ձեր աչքից դուրս եւ այդպիսի բռնության ենթարկվել։ Տեսեք, հայրը ներկայացնում է նաև անուն ազգանուն, իր կասկածը, թե ով կարող է լինել բռնաբարողը։ Հիմա այդ ուղղությամբ չի տարվել որոշակի աշխատանք, ինչքանով մենք հասկանում ենք հոր պատմածից։ Հասկանում ենք նաև, որ դա բժշկական փորձաքննություն եւս չի իրականացվել եւ պարոն քննիչը, ես չեմ ճանաչում այդ Ռոբերտ Խաչատրյանին, երևի այդ քննչականի միակ քննիչն է, որին ես չեմ ճանաչում, ասում է ինչ անեմ եւ հսկող դադախազը, ինչ անեմ, որ ձեր աղջիկը հրաժարվում է։ Իո, այս դուք ծևերը չգիտեք։ Մենք պետք է խորհուրդ տանք, բայց դուք դադախազ եք, քննիչ եք, տարբեր մեթոդների եք տիրապետում, գալիս եք մարդկանց խոշտանգում եք տան մեջ, ձեռքեր եք ոլորում, օրինակ իմ, այդ մեթոդները գիտեք, մնացած աշխատանքի մեթոդները չգիտեք, եթե դուք չեք տիրապետում այդ մեթոդներին, ուրեմն դուք իրավաբանական անպետքություն եք եւ դուք իրավունք չունեք ատոր պաշտոն զբաղեցնել։ Ինչ է նշանակում ես չեմ կարող, չես կարող գնա տունը ձեր բազմոցին քնի, տղա ջան, Ռոբերտ ես, ինչ ես, չգիտեմ ոչ գյուղից ես երևի ներմուծվել, Շիրակի մարզ եւ այլն, կամ դու հսկող դադախազ եւ դադախազի տեղակալ Ալեքսանյան, ես դուք պարապության դիմաց եք փող ստանում, թե չգիտեմ ինչ արդահայտության, չգիտեմ ինչ անել արդահայտության դիմաց եք վճարում, իմացեք, բայց ինչի համար եք դուք այդ պաշտոնները զբաղեցնում, լսեք, հասկացեք, դեպք է տեղի ունեցել ձեր երեխայի նկատմամբ, ձեր կնոջ, ձեր քրոջ նկատմամբ, որ նման դեպք տեղի ունենար եւ որևէ մեկը ձեզ այդպես պատասխաներ, լավ կլներ, ճիշտ կլներ, բայց դուք ինչպես կվարվեիք։ Այսինքն դուք չեք, դուք նպաստել եք նրան, ես ենթադրում եմ, որ դուք եք խորհուրդ տվել, որ այդ մարդիկ չմասնակցեն, այդ երեխան փախնի փորձաքննությունից։ Ինչ կա, դուք բացահայտելու եք հանցագործությունը, իսկ դա հանցագործության բացահայտման օպերատիվ աշխատանքներից մեկն է, ինչի դա չեք կատարել, հարց եմ տալիս ես հիմա հոր փոխարեն, բայց եթե դուք այդ մեթոդները չեք կիրառել, այդ երեխային փորձաքննության ենթարկելու եւ ճշտելու, որ նա հանցագործության զոհ է դարձել, բայց դուք ինչ խեղճով եք, ել չասեմ իրավաբանական խեղճով, դուք դրանից հաստատ չունեք, քնում, դուք ինչ եք պատասխան տալու հորը, բայց միջոցներ ձեռնարկեք, աշխատեք հոգեբանորեն այդ երեխայի հետ, բացատրեք տեղի ունեցածը, դու եթե պետք է պարտադրեք անչափահաս երեխային, այդ ոնց որ գալիս եք մեզ խոշտանգում եք, մի հատ կներեք, բանը անչափահաս երեխայի չեք կարող, հա, ասենք հանցագործության բացահայտման հիմքը հենց այդ փորձաքննությունները հիմքերից մեկը փորձաքննություն է, չեք կարող այդ երեխային փորձաքննության ենթարկել, որ տեսնեք, որ ինքը հղիացել է անչափահաս վիճակում, իրեն բռնության են ենթարկել եւ մնացածը։ Բայց դուք ինչի համար եք։ Դուք այդտեղ բանը բուտաֆորիա եք նստած այդտեղ։ Չիջոյան ես, ինչ ես, քո տեղակալն է դա Ալեքսանյանը։ Այդ Ռոբերտը ինչ է, լսի, տո Աղասիկ Իսահակյան։ Շիրակի մարզի քննչականի պետ, տո մինի օլիգարխ, տո այդ կրզո չկայացած իրավաբանական կրզո, այս չեն ձեր կադրերը, այս եք դուք ամենահաջելի մարդիկ եք այս իշխանություններին, որովհետև դուք կոծկում եք սարսափելի հանցագործություն։ Երկրորդ հարցը, լավ բժշկական փորձաքննություն չի իրականացվել, հիմի այդ երեխայի նկատմամբ, ձեր խոշտանգված աղջկա նկատմամբ, որևէ այլ հսկողություն սահմանվում է, դուք տեղյակ եք այդ ձեր կողմից ենթադրվող անձը, որը բռնաբարության հեղինակն է, այսպես ասենք, ինչ է անում, առնչվում է, շարունակում է առնչվել ձեր դստեր հետ։ Գներեք Արեգյան ջան, մինչև ձեր հարցին անդրադառնալը, ձեր ասածի մեջ նշում ներկայացնեմ, որ բոլոր ձեր ասած այդ վերահսկող դադախազ Ալեքսանյանը եւ Ռոբիկ Խաչատրյանը
որոնք որ ունեցել են բոլոր փաստերը, ես տրամադրել եմ, վիդեո, ձայնագրություններ, բոլոր փաստերը ունեցել են, տվյալ սրբապղծությունը բացահայտելու համար։ Ես ներկայացել եմ դիսկի վրա քաշել եմ, բոլոր փաստերը ներկայացել եմ քննչական կոմիտեին եւ դատախազությունը։ Բոլոր փաստերը ձեր ասածի վրա։ Իսկ ինչ վերաբերում է տվյալ սրբապղծին, կամ սրբապղծերին, դեռ մեղոքիմ չէ, կամ սրբապղծերին, այո, մինչև հիմա իրանք ոչ մի բան չկա իրանց վրա, ես շատ եկը կասկածեմ, որ տվյալ քննիչը, ես այդ դիմումները ուղարկել եմ քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության եւ դատախազությանը, սպասեմ մոտ օրերս ինձ կուղարկեն այդ պատասխանը, ես շատ եկը կասկածեմ, որ տվյալ անձը, որը կմեղադրվի տվյալ սրբապղծության մեջ, ես 100% կասկածեմ, որ դաժե չի քննվի, միջար օրս չի քննվի ինքը, չի քննվի։ Շատ լավ, ես այդ հարցն եմ ուզում տալ, թե դուք հարցում ուղարկել եք, թե տվյալ գործի շրջանակներում 6 ամսվա ընթացքում քանի վկա է հարցաքննվել։ Ովքեր են դրանք, դուք այդ իրավունքը ունեք, որովհետև հաղորդում տված անձն եք եւ փաստացի դուք իրականացրել եք քննիչի ոստիգանի գործառույթ, բացահայտել եք դա։ Դուք նման, խնդրում եմ ըստ էության պատասխանել իմ հարցին, դուք նման փաստեր ունեք, թե այդ գործի շրջանակներում քանի մարդ է հարցաքննվել, ովքեր են վկաները, ինչ միջոցառումներ են ձեռնարկվել ձեր այդ աղջիկա աղջիկա հետ հոգեբանական աշխատանք տանելու նրան ինչ որտեղ մեգուսացնելու կամ չգիտեմ ինչ կարգավիճակ հիմի նա ունի, դուք ինֆորմացիա ունեք։ Ոնց Արգեն ջան, ես մեկ 5 օր առաջ այդ նշած հարցերով ես դիմում եմ նորից ուղարկել քննչական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության եւ գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին, սպասեմ այդ պատասխաններին, տեսեմ ուղարկեն թե չէ, մինչ այդ նորից եմ ուղարկել քննչական կոմիտեի նախագահին, որ խնդրում եմ բացաբանել ինչու համար տվյալ սրբապիղծ տվյալ Արման Սարատյանը, ինչու համար միջ առեսօր, եթե իմ երեխես ճանաչվել է դուժող, միջ առեսօր լավ որ չի ձերբակալվել, կամ ում կողմից է ձերբակալվել, իրանք դիմումը մանգակայել են տվյալ Ռոբերտիկի վրա, քննիչի, այդ Ռոբերտիկ Խաչատրյանի վրա, Ռոբերտիկ Խաչատրյան ոչ քննիչի, բայց լետի փողոցայինի դիմումով ինչ պատասխան եկա, նույն պատասխանը 6 ամսվա ընթացքում Արգեն ջան, նույն պատասխանը տվյալ գործը քրեական վարույթի մեջ է հետաքննությունը այդ իրանց հեքիաթները 6 ամիս նույն երկը երկելով նույն լատի ոչ քննիչի վայր պատասխաններ դիմումա տույն եւ դուժողի ծնողին ոչ քննիչի վայր ես եթե թույլ տան երկու բառով ես դիմեմ Ռոբերտիկ Խաչատրյանին եւ այդ Ալեքսանյանին դատախազի տեղակալ խնդրում եմ պատասխանեք ես գիտեմ որ դուք ես Արգյանի սայթին դուք լավ կհետևեք եւ վերջերին խնդրում եմ պատասխան եթե նույն գործողությունը եղներ ձեր երեխայի նկատմամբ ձեր երեխայի կամ քուքերոջը կամ քուքենգա Ռոբերտ միջար այսօր դուք ինչ կերեք Պրոստը իրանք ինձ խապելով, Արգեն ջան, խապելով, որ տվյալ Չիչոյանը, մարզի դատախազ, Չիչոյան, քիշեց աչքերից մեջը նայելով, քու կաբինետի մեջը, նստած է իսպես, ուժեղ տղա էր, խոս տվի որ այս գործը, մի ամսիցեմ կպացա, նույնն է դու Ալեքսանյան, քու կաբինետի մեջը, գնա այս գործը մի ամսիցեմ ամեն ինչ կերնի, դուք հետ կուկա, բա ուրա։ Հարգելի։ Եթե նման բանը դու երեխայի հետ եղամատներ, ինչ կերեք։ Մենք այդ հարցը հնչեցրեցինք, նորից հնչեցրեցինք այդ հարցը, ձեր դիմումը պարզ է, դուք այդ իրավունք ունեք ես եթերով դա ասելու, բայց դառնանք նաև երեխայի հետ կապված, դուք տեղյակ եք հիմա ձեր երեխան ինչ վիճակում է, հոգեբանորեն, ինչով է զբաղված, դրա վերաբերյալ կա ինֆորմացիա։ Արգեն ջան, ոնց ես դիմել էին այսօր Գյումրիում էին, նաև դիմել էին մարդու իրավունքների պաշտպանին, ներկայացրել բոլոր այս խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանը եւ քաղաքապետարանի նախկին այդ Սարիկ Մարիկ ես չեմ ճանաչել, դոնք դիմում են ուղարկել սուտ, լրիվ առաջինից մինչև վերջի սուտ, որ երեխաները այս ժամանակ եթե եղել են լքված վիճակում, անխնամ վիճակում սուտ, եղել են իր
իմ նախկին կնոջս քրոջ խնամակալության տակ, բայց այդ փաստերը ես ունիմ, ես եմ դիմել անչափածների բաժնի պետին, մուշի բաժնի, ես եմ դիմել, ես եմ իրանց քաղաքապետարանի երեխաների պաշտպանի այդ չեմ նշանը, որ ես եմ զանգել, ես եմ դիմել ոստիկանություն, որ եկեք տեսեք երեխաները անխնամ վիճակում են, շների կերների մեջ, օշլոտ, կերդոտ, լուսամուտ ջարտած, ես եմ այդ ամեն ինչը ներկայացել, իրանք մարդու իրավունքների պաշտպանը դիմելով քաղաքապետարանի, Գյումրու քաղաքապետարանը սուտ պատասխան, որ երեխաները լինելով խնամակալության տակ, իմ նախկին կնոջը Սամալյա Զաքարյանի քրոջ խնամակալության տակ երեխաները եղել են դեմից իրակիշ կնշեն Աղիկյան ջան, երեխաները լինել են անխնա վիճակում, բացառապես ոչ մարդկային պայմաններում ապրելու, ստեղ նշած է սա իրանց մոտ է, ես ասի մարդու իրավունքների պաշտպանի ուղարկած իրանց իմ պատասխաններ, դեմից նշեն գտես, բայց հետո ծնողի, մայր ծնողի հետ խոսակցելուց հետո իրանք նշեն, որ մայրը աշխատանքի են տունվել, տունը կարգավորել է և երեխաներին մենք հետ կվերադարձնենք իրենց ընտանիք, բայց ասեմ, միջ առեսօր սուտ, բացառապես առաջինից մինչև վերջ սուտ, երեխաները միջ առեսօր չեն գտնվի մայրական խնամքի տակ, երեխաները միջ առեսօր չկա իրանց կողքը չափած անց, իմ մեջ աղջիկս 18 տարեկան է նոր է լրացել, իմ աղջիկս առավոտ ժամը 8-ին կերտակ գործիչ, գիշեր ժամը 3-ին, 2-ին դեղ ինչ-որ մանկական կաֆեում ինքը կաշխատի, միջև ժամը 12-ը կոմպլետ չիրեմ, երկու կա, այդ երեխեքը միջ այս եսօր, բոլոր իմ դուստերս, բոլոր ենթարկվել է սեռական բնության, տվյալ անձը, ես ունիմ տեղեկություն, իրանց լավ ես կեդեմ, տվյալ անձը միջ այսօր կապել ունի իմ դուստերիս հետ։ Այդ ամեն ինչը ես ներկայացել եմ քրճական դատախազին Աննա Վարդապետյանին դիմումից ներկայացել եմ, որ ես տեղեկություն ունիմ ստեսվել, այդ բոլորը ներկայացել միջ այսօր Աղիկյան ջան, զերո աշխատանք, զերո, ոչ քրճականը, ոչ դատախազը, ոչ Հայաստանի Հանրապետության դատախազը, ոչ Հայաստանի Հանրապետության քրճական կոմիտեի նախագահ, ոչ ազգային անվտանգության պետը, ոչ մեկ Շիրակի մարզից մինչև Երևան։ Այդտեղ չկա դիմելու Աղիկյան ջան։ Դե չգիտեմ ես ում դիմեմ։ Պարզ է, մեզ արդեն խնդիրը պարզ է, մենք ամփոփենք, փաստացի հայրը, մենք ի սկզբանե չնշեցինք, որ 3 երեխայի հայր է, դրա համար է ասում իմ երեխաները, 4 երեխայի հայր է, դրա համար է ասում իմ երեխաները, պարզ է, որ երեխաները հոր ներկայացմամբ եղել են անխնամ վիճակում, բնակվել են Գյումրու կոնկրետ փողոցում, ես գիտեմ որ փողոցում, բայց չենք բացահայտում դա, այս պահին մեզ պետք չի եւ գտնվել են տանը, այնտեղ հայրը նախորդ եթերի ընթացքում ներկայացրեց, որ մանկահասակ եւս տղա երեխա ունի, որը ինչ որ հակել է, որին ուրեմն հագցրել են կանացի զգեստ, նկարել են Ես հիշում եմ պատասխանը, որ դա խաղ է եղել եւ այլ, բայց հայրը պնդում է, որ այսինքն կասկած ունի, որ դա հատուկ կայքերի համար արված տեսակ ձայնագրություններ են, սրա վերաբերյալ մեզ ամեն ինչ պարզ է, ես ուզեցա հստակեցում մտցնել, թե ովքեր են երեխաներ ասվածը հոր հետ, հոր մեկնաբանություններում, որ դուք հասկանաք, որ նա 4 երեխաների հայր է, ընդ որում ինչի եմ ես այսպես քաջատեղյակ, որովհետև պարբերաբար շփվում եմ եւ փոխանակում ենք տեղեկություն, որովհետև այն բոլոր հարցերին, որոնց որ ես եմ անդրադառնում, միշտ հետևողական եմ, հիշում եք առաջի եթերի ժամանակ հարգելի հեռուստադիտողներ, հայրը նշեց, որ իր տղաներից մեկը գտնվում է Ռուսաստանում եւ աշխատանքային տրաֆիկինգի է ենթարկվում եւ հայրը հասել է նրան, որ այդ երեխայի տեղը հայտնաբերել են եւ վերադարձել են Հայաստան։ Ընդ որում, եթերից առաջ էլ տեղեկացեց, որ այդ նույն ես ինչքան հասկացա, այդ նույն երեխան է, ունի հաջողություն արդեն սուսերամարտում, ճիշտ է, ես ճիշտ եմ ասում, ունի սուսերամարտում հաջողություն, այսինքն այս անձը հայրը մտահոգ մարդ է իր երեխաների ճակատագրով
թեև գտնվում է դրսում, կազմել է այլ ընտանիք, բայց շատ հետևողական է, շատ հոգատար է, դրա մասին է խոսքը։ Վերջը, ինչ ունեք դուք ամփոփելու ասեք, ես հավելեմ, որ հետևողական ենք լինելու եւ հադուկ եմ հետևելու, թե այս անժադարձից հետո Չիչոյան Տադախազը, այդ մենտերը, որոնց քթի տակ է իրականացվել այս հանցագործությունը, մանկապղծությունը, մանկահասակ երեխայի պղծությունը, ուրեմն ինչպես են արձագանքելու։ Ես հադուկ հետևելու եմ եւ խնդրելու եմ խորը պարբերաբար ինձ ոչ միայն հեռավար, այլև այս կապով տեսաձայնագրությամբ տեղեկացնի, թե ինչ ընթացք է ստացել գործը։ Հիմա լսում եմ ձեզ, ասեք։ Ուրեմն ես ամփոփեմ Արիգյան ջան, շատ շնորհակալություն այդ ամենի համար, ուրեմն ես ամփոփեմ։ Ես եթե 2 րոպե տրամադրեք, ուրեմն ես նույն հարցով դիմումից մեջ նաև գրել եմ գլխավոր դատախազին, գրել եմ ձեր մարզի դատախազը եւ տվյալ դատախազի տեղակալ վերահսկող դատախազը տվյալ քննիչի չաշխատելու պատճառով գրել եմ նաև ունի մեկ դիմումը, դուք ընդ կսարքեք մարտահրավեր։ Այո, իրանք կսարքեն մարտահրավեր։ Ուրեմն ես կդիմեմ Շիրակի մարզի դատախազի Չիչոյան Ալեքսանյան եւ Ռոբերտի Խաչատրյան Եթե այս դիմումին այս իմ եթերից մեկ շաբաթվան ընթացքում կոնկրետ պատասխան չտվի, այդ ինչ որ հետագայում բդերնի, Եսա եթերը կա, ձեր YouTube-յան իջում կա, իմ դիմումներս կա, եթե դրանից հետո ինչ հետևանքներ ունենա տվյալ սրբապիղծ անձը, դրա պատասխանատուն դուք եք լինել։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ հայրը վշտոված է, մենք կոչ կանենք, որ ավելի սթափ լինի, հասկանալի է ձեր ամբոստությունը, բայց քանի դեռ դուք դիմել եք օրենքին, որևէ վենդետա, անձնական հաշիվ մաքրել եւ այլն, անընդունելի է եւ անթույլատրելի է։ Դիմել եք օրենքին, ուրեմն կստիպենք, որ օրենքով գործեն։ Կստիպենք, որ օրենքով գործեն։ Դուք չեք դառնալու հանցագործ, դուք ուղղակի չեք կարող դառնալ հանցագործ, որովհետև 4 եւ ավելի երեխայի հայր եք, դա ձեզ արգելվում է բարոյապես եւ արգելվում է նաեւ իրավաբանորեն։ Այնպես որ գոյություն ունեն այս խողովակները, այս հարթակները եւ մենք պարտավոր ենք թուրք նիկոլական իշխանություններից եւ նրանից հետո եկող իշխանություններից պահանջելու արտարադատություն, այս որ տարն է, ուր ենք հասել, այս ինչ է տեղի ունենում ոստիկանության ոստիկանության, ես ավելի քան հիմա վստահություն ունեմ, որ այդ լագոդի կներեք բառիս համար արգելի ժողովուրդ, այդ սրբապիղծ բռնաբարի հետ իրենք արդեն կաբի են դուրս եկել, հախ ու հաշիվ տվել են եւ փորձում են գործը ծածկել։ Մենք դրան էլ կհասնենք այս հետաքննություններով եւ Չիչոյանի այդ անգործությունը, որ նստած է ստեղ Գյումրիում հաղթանակի 6 հասցեում, դա էլ պիտի լուսաբանենք, դա էլ պիտի ներկայացնենք։ Էս ինչ է կատարվում։ Չիչոյան, դուք հետևում եք այս իմ եթերներին, ավելի դուք չէ, դու հետևում ես այս էֆիրներին, այս նորմալ է։ Աննա Վարդապետյան, ձեր Շիրակի մարզ ներբեռնված կադրի պաշտոնեական պիտանելիությունը ձեր տուրը գալիս է, այս ինչ է։ Այսինքն իրավապաների փոխարեն հերն է հայտնաբերում հանցագործությունը, դնում է դերմերը, անունները տալիս է, մեքենայի համարը բռնաբարի տալիս է, անունը եթերով հնչեցրեց, ես գործունեությունին որոշ այգորը ծանոթ եմ, դուք ոչ մի գործողություն չեք իրականացնում ու հրահրում եք այս երիտասարդ մարդուն, որ գնա արդեն սպանություն գործի, վենդետա լինի, ինչի որ, բա դուք ինչի համար եք աշխատավար ստանում, բա այդպես որ բարձրագույն խոսքեր եք ասում, իրավաբանություն, կոռուպցիա մերժելի, ես գտնում եմ, որ էս է, էն է, էս չէ ձեր կդածը, Տիգին Աննա Վարդապետյան, ինչքան կարելի է ձեզ ասել, որ ձեր կողմից բերված, ներբեռնված շիրակցիների ու գյումրեցիների վզին փաթաթած դատախազը ուղղակի իրավաբանական անպետքություն է, սա ինչ է նշանակում։ Հերը ամեն ինչով զբաղվի, բացահայտի, էն է, դուք էլ նստեք քմծի ձախտակ, թե լավ է, էլի, հերը տագնապում է, անդրադառնում է անցանք վրայից։
չի լինելու, մենք բոլորս հասկանում ենք, որ կա նաև իրավաբանական շղթաներ կան եւ օղակներ, որ իրար մեջ են այսպես գործում եւ ցավոք որոշակիորեն ենթադրություն կա, որ համագործակցում են հանցագործների հետ, բայց համագործակցել մանկապիղծ Սևիգայի հետ դա նույնն է ինչ Թուրքի հետ համագործակցել։ Եթե դուք այդ մագարտակի եկիչ եք, ուրեմն մենք ավելի հետևողական ենք լինելու այս հարցին եւ ես ինչպես հորդորեցի հորը, հիմա էլ չենք երկարացնում, մենք հետևողական ենք լինելու որոշակի ինֆորմացիոն տեղեկույթ ունենալուց հետո եւս կլինի անդրադարձ։ Լսեցիք Չիչոյան։ Դե մի հատ տեղակալ ունես Արեգ է, Խավար է, ինչ է, Խաչատրյան Տրանեն հետդ բերել ես, այդ Ալեքսանյանին էլ հետդ սարքել ես Դավեսկա, այս դուք իրավաբանական հանցագործներ եք մեր գլխին, հա, հանցագործ կոծկողներ եք, ուրեմն հա լուսաբանել եմ ու հա էլ լուսաբանելու եմ, դե դիմացեք, շնորհակալություն ձեզ, լավ եղեք, հայր, հուսամ, ձեր նյարդերը պինդ պայեք, սա ծանր պայքար է, բայց ուղղակի զարմանալի է, որ գոնե այս կարգի հանցագործությունները 5 րոպեվա մեջ участковի մագարտակի հանցագործություններ են եւ участковի մագարտակով դուք իսկի չեք գործում Շիրակի մարզի իրավապաններ, որ բացահայտեք սա։ Իսկ եթե կոծկում եք հանցագործին ու հանցակցում եք, հախերն առել եք կոծկում եք դրան, ուրեմն դրան մենք եւս կանդրադառնանք եւ չտա Աստված, որ այդ փաստն էլ բացահայտվի։ Հաջողություն, շնորհակալություն։